Պարոն Հովսյան, մայիսի 21-ին Արցախի պատգամավորները Արցախի նիստում խորհրդարանի նախագահ են ընտրել Աշոտ Դանիելյանին, տեղեկություն կար, որ 33 պատգամավորներից 28 պատգամավորներ կողմքվյարկել, սա նշանակում է, որ նիստին բացակայողներ են եղել, թե նաև եղել են դեմ քվեարկողներ, ձեռնպահ քվեարկողներ եւ առհասարակ միայն պարոն Դանիելյանի թեկնածությունն է առաջադրված եղել, թե նաև այլ թեկնածուներ են եղել։ Նիստին ներկա էին 28 պատգամավոր, այո, ճիշտ եք նշել, եւ 4 պատգամավոր ինչ-ինչ պատճառներով բացակայում էին, մեկ հոգին գտնվում է, բոլորս գիտենք, Ադրբեջանի բանտում, որպես ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը այսօր պատանդավորված է եւ ներկա գտնվող 28 պատգամավորից այո 28-ը կողմ են քվեարկել եւ Աշոտ Դանիելյանը այն անձնավորություններ, ում շուրջ կար կոնսենսուս բոլոր խմբակցությունների եւ քվեարկությունը ցույց տվեց, որ նաեւ բոլոր պատգամավորների ներկա գտնվողների համենայն դեպս եւ այո պատգամավորական նախաձեռնությամբ հաշվի առնելով մեր արչեւ ծառացած այդ խնդիրները դա այն քայլն էր, որը թույլ է տալիս պահպանել Արցախի պետական ինստիտուտներից կարևորագույնը Արցախի ազգային ժողովը եւ նախագահի ինստիտուտը եւ շատ դրական, շատ կոնսենսուսային տարբերակով ընտրվեց այո Աշոտ Դանիելյանը, որի կապակցությամբ օգտվելով առիթից նաև հրապարակային շնորհավորում եմ։ Մայիսի 21-ին լրացել է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը եւ սահմանադրությունը նախատեսում է, որ 7 օրյա ժամկետում պետք է խմբակցություններն առաջադրեն իրենց թեկնածուներին, այսինքն Արցախի նախագահի համար 5 խմբակցություններից որևէ մեկը արդեն առաջադրել է որևէ թեկնածուի, թե որովհետեւ այս ստեղծված աննախադեպ իրավիճակում մեկ միասնական թեկնածու բանտեսնալու եւ եթե արդեն կան քննարկումների վերջո ինչ է կան։ Շատ լավ կլիներ, եթե այո 5 խմբակցություններն էլ կոնսենսուսային ինչպես Աշոտ Դանիելյանի թեկնածություններ, խմբակցություններում կոնսենսուս լինի թեկնածուի հետ կապված, բայց առ այսօր որևէ քննարկում չի ծավալվել, քանի որ դեռ կա ժամանակ եւ մենք իհարկե խմբակցությունների իրավունքն է, բայց նորից եմ շեշտում, ցանկալի է լինի կոնսենսուսային թեկնածու, քանի որ այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, մենք երբ որ արդեն բռնի տեղահանումից հետո հայտնվել էինք մեր հայրենիքի այս հատվածում, հայտարարել ենք, որ քաղաքական եւ զուտ կուսակցական շահերը մի կողմ ենք թողել եւ զբաղվում ենք միայն ու միայն Արցախի պետականության պահպանման, պետականությունը ավելի հուսալի դարձնելու ժողովրդի համախմբամբ եւ ցանկալի է որ այո համախմբվենք կոնսենսուսային թեկնածու լինի եւ որի շուրջ կարելի է համախմբել ողջ ոչ միայն 5 խմբակցություններին, այլ նաեւ ողջ արցախցիներին հաշվի առնելով այն խնդիրները մեր վերադարձի իրավունքի առաջ տանելը, մեր այստեղ շատ ու շատ սոցիալական եւ այլ հարցերի շուրջ, որպեսզի կարողանանք համախմբել նաեւ արցախցիներին մեր թեկնածուի շուրջ։ Նոր առ այսօր չունենք թեկնածու, չենք քննարկել լայն շրջանակներում, բայց հույսով եմ, որ ժամանակ դեռ կա եւ երբ որ արդեն քաղաքական ուժերի ֆրակցիաների կողմից կլինեն թեկնածուի առաջարկ, այդ թեկնածուի շուրջ կծավալվեն քննարկումները։ Անձամբ խմբակցությունը ինչ դիրքորոշում ունի օրինակ Սամվել Շահրամանյանի թեկնածության շուրջ, որովհետև մամուլում տեղեկություններ կային, որ այնուամենայնիվ արցախցիները հատված են հենց կրկին Սամվել Շահրամանյանի թեկնածությանը։ Սամվել Շահրամանյանը այն նախագահն էր Արցախի, որը կարողացավ կազմակերպել մեր հայրենակիցների ցեղասպանությունից փրկել եւ կազմակերպել անվտանգ մեր տարհանումը
եւ եթե այո, դա միայն ու միայն խմբակցության դիրքորոշումը չպետք է լինի, դա նաեւ ցանկություն պետք է լինի տվյալ անձի կողմից եւ ես համոզված եմ, որ բանակցությունների ընթացքում մենք մեր վերջնական որոշումը կկայացնենք, քանի որ դեռ չունենք վերջնական որոշում, չեմ ցանկանում եւ ճիշտ չի մի քիչ հանրային այդ մասին բարձրաձայնել։ Հա, բայց դուք դեմ չեք լինի։ Ձեր խմբակցությունը դեմ չի լինի։ Պետք է ծավալվեն քննարկումներ, պետք է լինի ծրագիր, պետք է խոսել քայլերի մասին, որից հետո մենք պետք է բոլորս հասկանանք, որ անց չենք ընտրում, այլ երկրի նախագահը պետք է ունենա իր ծրագիրը եւ ըստ այդ ծրագրի մենք կկողմնորոշվենք արդեն հստակ ինչպիսի ծրագրով ենք առաջ շարժվում, քանի որ նորից եմ կրկնում, բոլորս հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ պետք է համախմբված կարողանանք այս իրավիճակում ստեղծված մարտահրավերներին դիմակայել եւ դա չենք կապում անձերի հետ, այլ այդ անձերի կողմից առաջարկվող ծրագրերի շուրջ են քննարկումները ծավալելու։ Դուք ասացիք, որ լավ կլինի, որ իհարկե կոնսենսուսային լինի եւ ինք խմբակցությունն էլ մեկ հոգու առաջադրի, բայց եթե իհարկե անուններ չեք տալիս, բայց արդյոք կան խոսակցությունների մակարդակով, որ գուցե լինեն նաեւ այլ ընդուններ։ Այս պահին չկա նման թեկնածուի անուններ չի շրջանառվում, նորից եմ կրկնում, մենք կսպասենք խմբակցությունների դիրքորոշումներին։ Սահմանադրությունը ինչ է նախատեսում մինչև ես իհարկե նշեցի, որ 7 օրյա ժամկետ ունեք, բայց մինչև 7 օրը անցնում է, մինչև որ անցնի կարող եք արդեն նախագահը ընտրացին։ Սահմանադրությամբ տրված է այո 7 օրվա ընթացքում պետք է խմբակցությունները թեկնածու առաջադրեն եւ 3 օրվա ընթացքում ազգային ժողովում նիստ գումարվի, ընտրություն կազմակերպվի եւ սա է սահմանադրությամբ այն գործողությունները, որը մենք պետք է անենք եւ մենք բոլոր դեպքերում գործելու ենք սահմանադրության շրջանում։